Լուրերի թողարկումն ավարտվել է հարգելի հեռուստադիտողներ, բայց այժմ ժամանակն է վերլուծությունների։ Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Թերևս վերլուծությունները նախ եւ առաջ պետք է սկսվել այն փաստից, որ Միացյալ Նահանգներում այսօր շատդաունը վերջապես կասեցվեց, ավարտվեց եւ կառավարությունը սկսեց կանոնավոր աշխատանքը։ Այո, այստեղ կարևոր է նշել մի բան, որ շատդաունը այսպես մշտական չի ավարտվել, ժամանակավոր լուծում է գտնվել, այսինքն բյուջեի կարելի ասել ֆինանսավորման երկարացում, ասենք այսպես, հա, ֆինանսավորումը պետք է սկսվեր հոկտեմբերից, բայց տեղափոխվել է հունվար։ Այո, կարծես, հա, երկարացման ինչ-որպես մի բան է, ժամանակավոր լուծում է մինչև հունվարի 30-ը, մինչև այդ պետք է կարողանան բանակցեն, որպեսզի լուծում գտնեն ուրեմն այդ հարցի շուրջ եւ Թրամփի շուրջ չի գալի, Թրամփը ելույթի ժամանակ ասաց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այսպիսի բան էլ չլինի, բացառենք այսպիսի երևույթները եւ այլն, այսպես շարունակ, բայց պետք է հասկանալ, որ այս շատդաունի արդյունքում Թրամփը չկարողացավ համոզել բնակչությանը, որ դեմոկրատներն են մեղավոր, որովհետեւ շատ խոցելի մի հարց կա, իրականում Obamacare հասկացությունը կա, որտեղ մարդիկ ովքեր ընդհանրապես ովքեր որ ունեն առողջապահական ապահովագրման համակարգի մաս են կազմում պետական ծրագրով, ուրեմն որտեղ ցածր եկամուտ ունեն, ընդհանրապես այդ եկամուտների շեմը շատ ցածր է եւ Օբաման դա հասկացավ եւ ստեղծեց մի համակարգ, որտեղ երբ որ քո եկամուտները եթե ավել են մի փոքր այդ շեմից, որպեսզի դու չընկնես լիարժեք ուրեմն առողջապահական 70-30% տարբերակ, այո, գրման տակ մի փոքր լրացու, այսինքն շատ քիչ վճարում ես կատարում ամսական, այդտեղ փոքր թվերի մասին է, համեմատաբար իհարկե խոսքը, նայած այսպես ըստ եկամուտի էլի բան չափվում է այնտեղ եւ շատ բազմաթիվ ասում են 10-ից 15 միլիոն ամերիկացիներ օգտվում են Obamacare ծրագրից, որը իրականում ինչքան էլ Թրամփը ասի, որ դա բան է, այսպես կատաստրոֆա է, դա չգիտեմ ինչ է եւ այլն, իրականում դա շատ գործող համակարգ է։ Ընդ որում, խնդրեմը նա է, որ նույն այդ Obamacare-ը բավականին զսպում է նաեւ ընդհանուր առողջապահական համակարգի գները, որ թույլ չի տալիս, այսինքն ինչ որ զսպող դերակատարում է ունենում այդ ամեն ինչի մեջ, եւ հիմա կա մտահոգություններ ոչ միայն որ Obamacare-ը կդադարեցվի ընդհանրապես, հա, այս իր այդ big beautiful bill կոչվածի ուրեմն հետևանքով, այլ նաեւ բնականաբար մնացած առողջապահական ապահովագրման համակարգերի գները կբարձրանան։ Իդեպ ասեմ, որ անգամ այստեղ վճարովի համակարգերը մարդիկ կարողա, չգիտեմ, ամիսը $1000-2000 գումար փոխանցեմ, բայց միևնույն է հիվանդանոց հայտնվելու դեպքում մեկը դրա հետ մեկտեղ էլ լրացիչ գումար կա, այո, նորից վճարումներ անեն, հա, եւ բավականին մեծ գումարներ։ Եվ դա պատճառը, որ ուրեմն կա մտավախություն, որ այս ամեն ինչի արդյունքում կարող են ընդհանրապես առողջապահական համակարգը բավականին թանկ դառնա Միացյալ Նահանգների ժողովրդի համար։ Եվ այս իմաստով դեմոկրատներին սատարում էր հանրությունը։ Մենք պետք է հասկանանք, որ Թրամփը այս քաղաքականությունը որ վարում էր, Թրամփի պոպուլյար չէ, չկարողացան հանրապետականները համոզեն։ Եվ դրա արդյունքը մենք տեսանք նոյեմբերի 4-ի մի շարք ընտրություններում, որտեղ ուղղակի ջախջախիչ պարտություն կրեցին հանրապետականները։ Եվ նույն հիմա դեմոկրատների ազդեցիկ աջակիցների կողքից, հա, այսպես ասում է, ինֆլուենսերների, լրագրողների, լրատվամիջոցների կողմից կա լուրջ քննադատություն, որ չէ որ դուք հաղթել էիք, չէ որ եկավ պահը եւ դուք ցույց տվեցիք ժողովուրդը ձեր մեջքին կանգնած էր, ինչու հանձնվեցիք եւ ըստ էության նորից բախտի կմահաճուկին թողեցիք։ Հիմա ըստ էության Թրամփը ինչ էր ասում, ասում էր ես խոստանում եմ դուք ստորագրեք, մենք կբանակցենք առողջապահական համակարգի շուրջ, հա։ Հիմա ստորագրեց, բայց հիմա Թրամփը ընդհանրապես ցանկություն չունի բանակցելու եւ ստորագրելուց հետո ասեց, որ չէ, Obamacare-ը դա կատաստրոֆա է, այսպես շարունակ, հա։ Բայց ասեմ ձեզ, վերջին հարցումները խոսում են այն մասին, որ իրականում Թրամփի խնդիրները բավականին մեծ են, անգամ իմիգրացիոն քաղաքականությունը, որը միշտ պլյուսի մեջ է եղել, անցել վերջին հարցումներով -5% ամենապոպուլյար իր օրակարգն է, -5%, հա, այսինքն չկա որևէ կետ, տարիֆների քաղաքականությունը 17-18% է մինուս, արտաքին քաղաքականությունը -8% է, այսինքն համեմատաբար որ նայում ենք, էմիգրացիան ու արտաքին քաղաքականությունն է, ոչինչ, հա։ Մնացած բոլոր ուրեմն ասպեկտներում տնտեսական քաղաքականությունը 20-ից բարձր, 27-28%, այսպես, հա։ Այսինքն գլոբալ Թրամփի վարկանիշը
բավականին ցածր մակարդակի վրա է իրականում, եւ այս պարագայում դեմոկրատները լուրջ քննադատության են արժանանում սեփականիստ համախոհների կողքին, որ գնացին այսպիսի զիջման, որի արդյունքում կարող է 10-ից ավելի միլիոն մարդ դուժել, ուղղակի դուժել շատ վատ ձևով, հա, եւ սա փաստ է, որ մենք պետք է արձանագրենք։ Բայց մյուս կողմից ինչով էր կարևոր է շատդաունի ուրեմն այս պահի դրությամբ վերացումը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ թեժ իրավիճակ է ուկրաինական ռազմաճակատում եւ ուկրաինացիները սպասում էին գնված զենքին, իդեպ գնված, ոչ թե նվեր, սա հատուկ ասում եմ երևույթներ կան հատկապես հայեր, որ չգիտեմ, ասես դոշ են ծեծում մեկ բան, տես մեր փողերից Ուկրաինային փողան են տալի եւ այսպես սա կան, չէ՞, տես դեմքեր եւ այլն։ Փողը վճարված է, զենքը չի գնում։ Ընդ որում ինչպես Թրամփն էր ասում full price։ Ահա, հասկանում եք։ Եվ մի բան կուզենամ շեշտել հետաքրքիր նորություններից։ Ուրեմն շատ լուրջ ակտիվացել են խոսակցությունները Էփշտեյնի ֆայլերի հետ կապված։ Եվ չափել են ռեյտինգները, հետաքրքիր մի բան։ Կոնգրեսը հաջորդ շաբաթ կոնգրեսում կարող է լինել քվեարկություն, որտեղ անգամ հանրապետականները փորձելու են ստիպել Դոնալդ Թրամփին եւ ադմինիստրացիային հրապարակել ինչ որ հարակից նամակներ են հրապարակվել, որտեղ պարբերաբար շրջանառվում է Դոնալդ, իհարկե խոսվում է Թրամփին հետևելու մասին, չկա որևէ այնտեղ հələ ուղիղ ապացույց Թրամփի հետ կապված, որ ինքը ինչ-որ սխալ է արել եւ այլն, բայց գլոբալ անընդհատ Թրամփի անունը շրջանառվում է այդ անգամ այդ հարակից նամակներում եւ անգամ հանրապետականների մի զգալի հատված ասում է, որ իրենք կողմ են քվեարկելու, չնայած ադմինիստրացիան ամեն ինչ անում էր, որ այդ ֆայլերը չհրապարակվեն։ Եվ վերջին տվյալներով ուրեմն Թրամփի ամենացածր վարկանիշ, քաղաքականության մեջ ամենացածր վարկանիշ զբաղեցնող կետը հենց Էփշտեյնի ֆայլերի կետն է, որտեղ -36% է Թրամփի պահվածքը գնահատվում հասարակության կողմից։ Ինձ համար օրինական հասկանալի էր այդ մի քիչ կարդացի այդ նամակների մասով, որ հետևել է Թրամփին, հետևել է նաև փոխնախագահ Բայդենին ժամանակին, այսինքն այդ մարդը Էփշտեյնի մասին անհասկանալի էր ամեն դեպքում, դրա համար նույնիսկ որոշել էի մի քիչ ավելի լավ ծանոթանամ նոր անդրադառնալ մանկապից մարդ է եղել, ինչ եք ասում։ Ցավոք սրտի։ Այժմ մենք գնում ենք գովազդային դադարի։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Մեր տաղավարում Արմեն Չիբուխչյանն է, վերլուծությունները շարունակվում են եւ այժմ հայաստանյան մի թեմայի անդրադառնանք, որ այսօրվա հայաստանյան լրատվամիջոցներում շոշափվում էր երկարաշունչ տեսանյութերով, նաեւ հաղորդագրություններով, ձերբակալվել են Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը։ Ով է Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը։ Ձեր վերաբերմունքը էս փաստին, այսքան ուշադրությանը։ Տեսեք, ուրեմն անգամ չեմ ուզում ասեմ ով են, որտեվ իրականում
տեսեք, իրականում ոնց էս այն որ ճամբարից ճամբար թռնող, ասենք, մարդիկ կան, չէ՞, որ ասենք, չգիտեմ, տենց եւ այլ եւ այսպես շարունակ, հա, ասենք կոնկրետ ես ինչ հիշում եմ Նարեկ Սամսոնյան ինչ որ տվայտանքների մեջ էր, ինչ որ չգիտեմ, բռնեցին էլի կարծում էլի թողեցին։ Տեսեք ինչն է խնդրեմը այստեղ։ Սանք ի վերջո ցենց դե այդ Վազգեն Սաղաթելյան կար մի կավենշիկ կար Արման Սաղաթելյան։ Հա, իդեպ հետո դարավ ես իրանից խորը հիասթափություն ապրեցի, դրապես կավենի ժամանակ այսպես շատ համեստ բաններ, ավակներ նոր հայերի, այո։ Ուրեմն հետո ինքը դարավ հանրապետական կուսակցության, հետո պաշտպանության նախարարությունում էր աշխատակազմի կար ժամանակ, այո, հետո դարձավ հանրապետական կուսակցության պատգամը, հանրապետականների պատգամը ազգային ժողովի, եւ դրա եղբայրն է, եթե չեմ սխալվում, Վազգեն Սաղաթելյանը, եւ ինձ համար Արման Սաղաթելյան երևույթը արդեն պարզ դարձավ, թե երևի կավեն գնացել էր Մոսկվա Կրեմլ, բան դրա տակ էլ մնաց սաղ կյանքը եւ երևի բանա եղբայրն էլ այդ գծով գնաց եւ այսպես շարունակա։ Պրոբլեմը գիտեք որն է, ինչ որ մի հատ պոդկաստ է, ինչ որ մի հատ վատ անունով անհիշելի, չգիտեմ, անհասկանալի, ինչ որ չգիտեմ, դժվար արտաբերելի եւ այսպես շարունակ, զուտ սերժական աուդիտորիայի համար, զուտ, ակապ քոչարանականները իրանց չեն սիրում, տնեցիք էլ, չգիտեմ, լավ չասենք։ Բայց դա էլ առիթ չէր կարող հանդիսանալ ձերբակալելու, եթե չլիներ օրենքի հստակ խախտումը։ Հիմա օրենքի խախտման հարցը։ Իրենց ոչ ոք միջի հիմա բան չի։ Պրոբլեմը հետևյալն է, այս մարդկանց հայտնի սարքեց Ալեն Սիմոնյանը։ Շատ պարզ ասեմ ձեզ, որովհետև տեսեք, կարող էր Սուսուփուս դատարան ուղարկեր, այսինքն դիմեր, ոչ մեկ Ալեն Սիմոնյանից այդ իրավունքը չի վերցրել, բան չունեմ ասելու, վիրավորել են, թող ուղարկեր հանգիստ քաղաքացիական դատարան։ Խուլիգանության համար են մեղադրանք ներկայացվել, բայց բռնեցին ԱԱԾ-ով, մի շոու։ Բայց այդպես մի շոու չի կարող մտան տուն։ Դե այնքան շոու էր, որ այսօր ամբողջ Հայաստանը այդ է խոսում, որ լրատվականը միացնում է այդ է խոսում, հայտ, ով գիտեր դրանց անունը։ Բռնի սպառնացող, դրանց անունը ոչ մեկ չգիտեր։ Անգամ այդ Սամսոնյան կոչվածին հա ինչ որ նեղ շրջանակ մենք գիտեինք, այդպես լսել էինք, որովհետև այդպես քաղաքականությամբ այդ շուտվանից հետաքրում նայում ենք, ինչ որ այդպես մենք մերտնվեր այդպես գցում էր ստեղից, հետո ոնդեղից, հետո հետևի դրից, այդպես մոտարապես գիտեինք։ Իրականում Ալեն Սիմոնյանը եւ իշխանությունը իր գործողություններով սարքեց շատ հայտնի իրանց եւ իրականում էս իրանց ոդկաստ որ մի անգամ էլ էին բռնել նա անընդհատ նսիրում է տես բան այդ Սամսոնյանը ձերբակալվել տես բռնել որ հայտնի դառա իրականում մենք պետք է մի բան հասկանանք եթե հայ ժողովուրդը իրան հայտարարում է որ ինքը Եվրամիություն գնացող պետություն է sense բաներ անել չի կարելի դիմում ես դա ընդհանրապես եթե սպառնալիք է կյանքիդ տես վտանգ 2 միլիոն դրամ մի պահանջի 10 տարի կամ 5 տարի նստացնելու։ Դա ծիծաղել է, դա կապիկություն է։ 2 միլիոն դրամ ու ներողություն, ուրեմն սպառնալիք չի։ Ուրեմն դու վիրավորել ես քեզ։ Վիրավորել է, ուրեմն քաղաքացիական դատավարությամբ գնա, խելոք, սուսուփուս մի սարքի իրանց աստղ։ Պետք չի իրանց աստղ սարքել։ Դիմի իրանց կանչեն դատարան, քո ներողությունն է 2 միլիոն դրամ, բայց այդ շոուով ես արդեն կասկած ունեմ, որ պետք էր, որ հանրապետական կուսակցությունը հիմա վատ դիրքերում է, հիմա անգամ խոսակցություններ կան ներքին կարգով, ես գիտեմ, որ անգամ մտածում են առագնալ ընտրությունների ազգային ժողովի այնքան վատավիճակները, թե կարող է գնան խայտարակվեն ձեն չհավաքեն անգամ։ Դե սորական այդ վարչապետը իրենց անվանեց ազդեցության գործակալներ։ Դե վարչապետը անվանելու փոց տեսեք, այդ այն շոուով ես կուզենայի, որ ձերբակալեին լուրջ դեմքերի, օրինակ Սպուտնիկ Արմենիան գնային ձերբակալեին, ասենք հանեին երկրից, այդ այն շոուներով ես դա կողջունեի, կուրախանայի, ինչ որ 4-րդ կարգի դեմքերի գնալ ինչ որ շոուներ սարքել դրանց հայտնի, ասենք որ ինչ, որ մի քանի օրից էլ թողեն գնան նստել իրաց ոդկաստ ավելի հայտնի դառնա, ով որ ասենք Փաշինյանին չի սիրում, բարձր չէ, այդ մարդիկ sense հերոս են ընկալելու ինչ որ երևույթների։ Ափսոս որ այդպես է, բայց մի փաստի էլ շատ համառոտ անդրադառնանք Ուկրաինայում հետաքրքիր բացահայտում Այո, ես շատ կուզենայի խոսենք, խնդրեք 1 րոպե, այո, ժամանակ։ Տեսեք, պատերազմող Ուկրաինայում մի շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել, որ այդ մարդիկ պատերազմի մեջ, բայց ուրեմն Տերնոպոլի մարզի գյուղական նկուղում հայտնաբերվել է 414-ամյա եզակի հայկական հուշարձան։ Տերնոպոլի մարզի Յազլովեց գյուղում հետազոտողները պատահաբար հանդիպել են իսկական պատմական գանձի 1611 թվականի կառուցված հայկական ջրհորի։
4 տարից ավելի այն գրեթե անհայտ է մնացել, քանի որ կառույցի մեծ մասը գտնվել է գետնի տակ։ Արտաքինից այն թվում է քարե շարվածքով եւ թուջե խողովակով սովորական աղբյուր, բայց դրա տակ գտնվում է 17-րդ դարում հայ արհեստավորների կողմից կառուցված բարդ հիդրավլիկ կառույց։ Հզոր աղբյուրից ջուրը նախ հոսում է ստորգետնյա ջրամբար, ապա դուրս է գալիս։ Աղբյուրին ուրեմն պատին մնացել է փորագրված քարե լատիներեն եւ հայերեն արձանագրություններով, որի վրա գրված է Հայ Հակոբը այն կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչը եւ աղբյուրը Հակոբի եւ նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Ուրեմն Աբրահամը քարագործ վարպետը այն կատարել է նվիրվածությամբ։ Շատ հետաքրքիր է եւ գիտեք սա ինչ է նաեւ խոսում։ Այն որ խոսում էին, սա ուշադրություն դարձրեք 1611 թվականն է, երբ որ խոսում են ինչ որ ռուսների հետ դարավոր կապերից, հա, հիշում եք, չէ՞ Իսրայել օրիներ, որ առաջինը տենց 18-րդ դարի սկզբներին տենց Պետրոսին խնդրում էր, ասում էր, դե եկեք մեզ փրկեք։ Այնքանից եկավ փրկեք, միջի հիմա ուշքի չեն գալի։ Հիմա տեսեք, այ որ ասում ենք Ուկրաինայի հետ հայերի դարերը ի սկզբանե Ուկրաինա անգամ ուրեմն իրաց պատմության սկզբից հայերը ներկա են եղել, իրենք դա հասկանում, ընդունում են եւ գնահատում են, այս սրա մասին ենք խոսում։ Եվ ես շատ կուզենամ, որ հիմա մեր Հայաստանի իշխանությունները մարդ ուղարկեն, մասնագետներ ուղարկեն, գնան նայեն, ուսումնասիրեն, եւ սա ուղղակի շատ տպավորիչ ու ոգևորիչ հայտնագործություն է ինձ համար։ Եվ այս տրամադրությամբ էլ ավարտենք այսօրվա մեր հանդիպումը, կհանդիպենք վաղը դուք արդեն։ Չէ, վաղ ուրբաթ օր է։ Դուք արդեն YouTube-յան լայվով կհանդիպենք վաղը ցտեսություն։ Հաջողություն։